շատ ռիսկային է Նիկոլ Փաշինյանի համար կատարած քայլը։ Միսկի խմբի փաստաթղթերի հրապարակումը հիմք է Նիկոլ Փաշինյանին ընդհանուր մինչև քրեական հետապնդում մեղադրանք ներկայացնելու հələ թողած քաղաքականը բոլոր են խոսակցությունները Դավաճան եւ այլն միս եւ արյուն են ստանում, որովհետեւ կան փաստաթղթեր։ Որը որ այդներից եմ ասում, հայերեն թարգմանված լինելու եւ հրապարակվելու դեպքում եւ կողքը դնելով վարչապետի խոսքը ակնհայտ է դառնում սուտը։ Ոչ մի գիտակից մարդ չի անի քայլ իր անձի դեմ։ Դա կարող էր լինել այն պայմաններում, որ երաշխիքներ է ունեցել Փաշինյանը, որ հետևանք այդպիսի այդ հետևանքները, որ նկարագրեցի, իրեն չեն հասնում։ Այդպիսի երաշխիքներից մեկը դա նախկին նախագաների լռությունն է։ Տեսնում ենք, որ նախկին նախագաները լռում են։ Այսինքն այդ երաշխիքը ինքը ուներ եւ այդ երաշխիքը հիմա գործում է։ Երկրորդ երաշխիքը, դե առաջի երաշխիքից բխում է խորհրդարանական ընդդիմության լռությունը։ Ես նկատի ունեմ աղմուկը, պաշտոնական հայտարարությունների մասին խոսքը։ Եվ արդեն վերահսկող հատված է կառավարության համար արտախորհրդարանական կուսակցությունների տիրույթը, որտեղ որ այսպես ասած շատ վտանգ չի, եթե հայ կառուցողական կուսակցությունը հայտարարությունով հանդես գա կամ այս ինչը որ ես հիմա ասում եմ պաշտոնական, որպես ներկայացնի, ինչ նրանից որ 150 կուսակցություններից մեկը այսպիսի կարծիք ունի, իսկ մյուսները Լավ, սա կարող է ներքին իրավիճակի ինչ որ ցուցիչ լինել, մենք ինչ որ կարողանում ենք կողմնորոշվել ինչպիսին են փոխհարաբերությունները ուժերի միջև։ Սա ցուցիչ է, որ երկրում դավադրություն կա ժողովրդի դեմ մեծ, ժողովրդի դեմ։ Այո, դե եթե կա կոնսենսուս նման հարցով նախագահների եւ վարչապետի, բանա տպավորությունը, դուք համաձայն չեք տարիներ շարունակ այդ ձևակերպման հետ Արցախի հիմնահարց։ Համաձայն չեք, որ Արցախի հարցը հանդիսանում է Հայաստանի համար հիմնահարց։ Ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց էին ասում։ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց։ Հիմա են ասում Արցախի հիմնահարցի դեպ։ Հա, հիմա էլ չեն ասում։ Չեն ասում։ Բայց եթե հիմնահարցի վերաբերյալ այսպիսի բան կա, դա կարևոր չի։ Կարևոր է, չէ՞։ Դա կարող է կարևոր չլիներ։ Կարելի է 30 տարի ասել հիմնահարց ու հետո պարզվի որ դա բան է, սենց անհետևանք մնա այդ սենց արեցին ու չկա։ Որպեսզի տենց բան տեղի ունենա, ինչքան մարդիկ պիտի դավադրության մեջ մտնեն ժողովրդի դեմ։ Դա միայն կառավարության, այսպես ասած, բանը չի։ Դա պիտի եւ այդ բոլոր հանգուցային դեր ունեցող մարդիկ գան ընդհանուր հայտարարի, որ այդ հիմնահարցը պետքա սենց մի հատ անել, կորի գնա։ Որ դուք ընդհանրապես էլ չհիշեք, որ դա հիմնահարց է եղել։ Դե ես շարունակում եմ ուշադրություն դարձնել այդ ձեր ձևակերպմանը, որ կա դավադրություն եւ Ես չեմ կարա ոչ մեկ չի կարա հիմա ասի, որ դավադրություն չկա։ Եթե այս վիճակն է, որ կար հիմնահարց 30 տարի, ու հետո հիմա մենք ունենք ընտրություններից առաջ մի միջադեպ, որը որ ոչ մի այսպես տրամաբանության մեջ չի տեղավորվում, որտեղ ընտրություններից առաջ այսպես կրակել սեփական ոդին հրապարակել փաստաթղթեր, որոնք որ ասում են ոչ միայն բացասական հետևանքներ պիտի ունենան հետագայում, հա, հանրային կարծիքի վրա ազդելով, այլ քրեաիրավական հետևանքներ կարող ունենալ անձամբ վարչապետի համար, նման բանում, հա, նման դասավորության, ոնց կարելի նման դասավորության հասնել։ Եվ այնտեղ մյուս հարցն է գալի, իսկ անհրաժեշտությունը ո՞րն էր։ Ինչի էր պետք այդ դա անել։ Այստեղ կա ժամանակ կա պետք, որպեսզի մենք որոշակի ժամանակ տեսնենք հաջորդ իրադարձությունները ինչպես կա։ Այստեղ կա միջազգային արձագանք։ Ռուսաստանը քննադատեց, բայց դե ասեց տենց բան չէր կարելի անել, դա բայց արել եք լավ եք արել։ Որ ցույց եք տվել, որ տեսեք մենք ոնց ենք ձեզ օգնել, Սերժ Սարգսյանին նամակնել դրան վկայություն, որ շնորհակալությունով սկսում է, շնորհակալությունով վերջանում է։ Դրան վկայություն, որ
Ռուսաստանը կոնսենսուսի մեջ էր համանախագահող գերտերությունների հետ Արցախի հարցում երկար տարիներ։ Ես դրա համար ասում եմ հիմա վաղաժամ է ասել ինչ որն էր այն անհրաժեշտությունը, այդ անհրաժեշտությունը եկավ դրսից եւ ներսի ուժերը համախմբվեցին, որ մի կերպ սա մարսեն մեկ տարբերակ։ Ներսի ուժերը ինչ որ ինտրիգի մեջ են գտնվում երկրորդ տարբերակ։ Հրապարակվածի այսպես ասած կառուցվածքը հիմք է տալիս մտածել, որ նպատակ կար այս ամենի ուղղորդել նաև այնպես, որ Սերժ Սարգսյանը դրական լույսի տակ, այսպես ասած, ներկայանա, որպես հայ ժողովրդի իրավունքների պաշտպան եւ այլն, իսկ Ռոբերտ Քոչարյանը բացասական։ Ընդ որում Քիվեստի փաստաթուղթ պաշտոնական չկար, որ հրապարակվեր, դրա համար հրապարակեցին հայկական ժամանակի Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից ստացած, այսինքն դա հասկանում եք աղբյուր չի կարող հանդիսանալ։ Վերնախավի նախկին ներկա վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ չի կարող չմտահոգել, ոնց կարելի է մարդկանց դեմ, ես դրա համար դավադրություն բառը, ոնց կարելի է տևական ժամանակ գտնվել սեփական ժողովրդի դեմ դավադրության մեջ, այդ ինչ որ որակա չէ։ Մենք հիմա պատանդ վիճակում գտնվող հասարակություն ենք մեր պատանդում ձեռքում, մեր իշխանությունների ձեռքում, որոնք որ մերը չեն իրականում։ Եթե իրենք դավադրության, եթե մենք ընդունենք այդ, հա, ենթադրությունը, այն իրականության համապատասխանենք, բարձրի որ համապատասխանում է, դա այսպես մենք տեսեք երկար տարիներ ես պայքարել եմ մեր երկրում իշխանության յուրացման ֆենոմենի դեմ։ Այդ երևույթը կար Հայաստանում, իշխանությունը յուրացվում էր օլիգարխիայի, հա, վերածում էր պետությունը օլիգարխիկ, կոռուպցիոն պետության, իրավական, սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան պետության փոխարեն։ Հիմա տպավորությունը, որ արտաքին ուժերի կողմից, հա, յուրացված է Հայաստանի իշխանությունը։ Ավելի վատ բան տեղի ունեցավ։ 18 թվականի հեղափոխությունը պիտի իշխանությունը երկրում վերադարձներ ժողովրդին։ Բայց մենք տեսանք, որ իշխանությունը մեր երկրում գնաց արտաքին տիրույթներ։ Ավելի քան նախկինում ավելի հեռու է այսօր ժողովրդի իշխանությունից, քան եղել է մինչև 18 թվական։ Սա չի կարող չմտահոգել։ Այսօր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները վկայում են դրա մասին։ Երբ որ պետական արիները, հա, սկսում են այսպես գործել ոչ տրամաբանական, ոչ շիտակ, ոչ բան, հա, անբացատրելի դրություններ են առաջանում, դա միջամտության մասին է չէ խոսում, որ կա արտաքին միջամտություն, դա շատ վատ երևույթ է, դա մեծ վտանգ է, ուզում Ռուսաստանը մատնանշեմ հիմա ավանդաբար չէ, ում հսկողության, ում ազդեցության տակ է գտնվում Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ գտնվում է Ռուսաստանի Բայց բոլոր ձգտումները դեպի Եվրամիություն, այս թրիփ ճանապարհի հետ կապված, մեզ շատ քիչ ժամանակ է մնում, բայց 13 թվականին Սերժ Սարգսյանի ասոցիացման բանակցությունների հետ կհամեմատվեն այդ ամեն ինչ որ ասեցի։ Այն ժամանակ ավելի բուրն էր, ուզում եք ասեք, ավելի ցայտոներ։ Իշխող ուժը ԵԺԿ անդամ կուսակցություն ասոցիացման պայմանագիրը սեղանին դրած դոնորների կոնֆերանսը այնտեղ արդեն 5 րոպե պակաս հավաքվում էր, որ Հայաստանին ֆինանսական աջակցություն տան, օգնեն դուրս գալ ռուսական այդ ազդեցության։ Այսինքն կասկած ունեք, որ սա մինչև վերջ կհասցվի։ Դուք կարծում եք, որ դա զուգահեռ տրիպերը բաները բլեֆ ասա։ Համարում եք, որ բլեֆ։ Միշտ ընտրություններից առաջ, նույնժելի դա եթե նույն բանը կրկնվում է, հասկանում եմ 5 տարի անցնում է մարդիկ մոռանում են, բայց մեր երկրում ընտրություններից ընդառաջ միշտ տեղի է ունենում արևմտամետ ինչ որ այսպես քաղաքական բաներ էլի 13 թվականին 12-13 թվականին Սերժ Սարգսյանն էր ավելի եվրոպական քան Սերժ Սարգսյան եղել է պատմության մեջ Հայաստանի չի եղել ամենը պրոեվրոպական գործիչն է հիմա Սերժ Սարգսյանն ինչ է քարոզում Եվրոպա
Չէ,